Ողջույն բարեկամներ, այսօրվա նորությունները շատ են եւ խոստանում ենք, որ դիտենք մինչեւ վերջին, որովհետեւ գիտեք, ինչպես միշտ ամենալավ բաները պահում եմ վերջում։ Այսօր արդեն մարտի 17-ն է եւ մենք շատ բաներ ունենք մարտի 16-ի դեպքի հետ կապված այսօր քննարկել։ Հաղորդում ուզում եմ սկսեմ հիշեցնելով, որ շուտով ընտրություններ են եւ թուրքական երկու պետություններն իրենց օրակարգն ունեն մեր հետ կապված։ Կիրականացնել իրենց օրակարգը, թե ոչ, ուղիղ կապված է մեր քվեարկությունից, մեր սթափությունից։ Որովհետև ինձ որ ամեն օր հասնում են ինչ է լինելու, ում են ընտրելու, ով է ընտրելու, ես միշտ ասում եմ, եթե ժողովուրդ է մնացել Հայաստանում, եթե մենք իրավունք ունենք որ ժողովուրդ կոչվելու, ուրեմն այդ հարցը նույնիսկ պետք է չտանք։ Ուրեմն մեր մեջ նիկոլ չի կարող լինել։ Եվ դա շատ լավ առիթ է, որպեսզի մենք հունիսի 7-ին ապացույցենք։ Եվ այսպես մարտի 16 ես ուղղակի հիշեցնեմ, որ 21 թվականի մարտի 16-ը 1921 թվականի մարտի 16-ը նշանավորվեց նրանով, որ թուրքերն ու ռուսները կնքեցին մի պայմանագիր, որի հույսը ընդհանրապես իրենք չունեին։ Եվ որ կարծում ես Լենինի, ներողություն Քեմալի հիշողությունները ինքը առանձին ունի գրած եւ այդ հանդիպանը ներկա գտնվող թուրք դիվանագետները տարբեր առիթներով նշել են, որ այն ինչ որ իրենք ստացան այդ օրը Մոսկվայում, նույնիսկ իրենք չէին էլ պլանավորել, որ Լենինը շատ ավելի շռայլ գտնվեց, քան իրենք նույնիսկ կարող էին ակնկալել այդ աստիճան զիջումներ եւ նվիրատվություն, ինչու միայն զիջումներ։ Իսկ դրանից ուղիղ 100 տարի հետո 2021 թվականին 44 օրյա պատերազմից 6 ամիս հետո նույն պետությունները վերականգնեցին, հայտնեցին իրենց հավատարմությունը նրան այն պայմանագրին, ինչ որ տեղի էր ունեցել 1921 թվականին։ Ինչալոց հիշեցնեմ 1921 թվականի մարտի 16-ին, երբ որ թուրքերն ու ռուսները կիսում էին Հայաստանը իրար մեջ, Հայաստանը այն ժամանակ արդեն անկախացել էր բոլշևիկներից։ Փետրվարյան ապստամբությունը հաղթել էր Հայաստանում եւ կար այլ իշխանություն կամ բոլշևիկյանները, այսինքն բոլշևիկները իշխանություն չունեին։ Այդ ժամանակ 11-րդ կարմիր բանակը գտնվում էր Վրաստանում։ Նոր ապրիլին գրավելով Վրաստանը, գրավելուց հետո նրանք վերադարձան եւ վերաօկուպացրեցին Հայաստանը։ Այսինքն Հայաստանը թուրքերն ու ռուսները բաժանել են իրար մեջ այն ժամանակ, երբ որ նույնիսկ փաստացի իշխանություն չունեին Հայաստանում։ Ես նրան կարծես թե մտածում եմ, որ այս հանգամանքների մասին իրավունք իմաստ չունի խոսելը, որովհետև բոլոր բանական մարդկանց սա հասանելի եւ ընկալելի, ինչ փուլ ենք մենք ապրում, ինչա կատարվում մեզ հետ, դրա արմատները որտեղից են գալի, ինչու են դա անում մեզ հետ, բայց պատմությունը ցույց է տալի եւ մեր ընթացքը ցույց է տալի, որ ոչ բոլորին է հասանելի այդ պարզ ճշմարտությունը, որ այն ինչ որ մեր հետ հիմա անում են ռուսներն ու թուրքերը, դա գրվել է դեռ պլանավորվել է 100 տարի առաջ։ Այո, որին միացել են Իսրայելը, որին միացել է Թրամփի վարչակազմը, որը Իսրայել պետության խամաչիկներն են, որովհետև ամերիկյան պետությանը դա ընդհանրապես հետաքրքիր չի։ Ինքը ընդհանրապես տեղանելիք չունի եւ այն ինչ որ գրվում է Թրամփի միջանցքի հետ կապված, այն ինչ որ պայմանավորվում են Թրամփի հետ կապված այդ միջանցքի, որը արդեն ամենանավորականությամբ չի լինելու, դա ուղիղ Թրամփի անվան հետ է կապված։ Ոչ սենատը, ոչ կոնգրեսը ոչինչ չունի այդտեղ, ոչ մի հայտարարություն, ոչ մի հաստատված փաստաթուղթ։ Այնպես որ սա այն ինչ որ մենք հիմա ապրում ենք, գրվել է 1921 թվականի մարտի 16-ին եւ իրականացվում է փուլային տարբերակներով առ այսօր։ Իհարկե այն ժամանակ իրանք կարող էին դա կուզենային որ դա իրականացներ, բայց Նժդեհը խանգարեց դրան։ Եվ դրա համար էլ Նժդեհը ՔՊԻ, մասնավորապես ՔՊԻ կրթության եւ գիտության ոլորտի ղեկավարի աչքի փուշն ասել է, թե թուրքերի ու ռուսների աչքի փուշն։ Գնանք այսօրվա նորություններին հիմա։ Լսենք սա։ Բարև ձեզ, ես ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավար եմ եւ ուզում եմ ձեզ ներկայացնել ՊՆ-ի հետ կապված ոլորտում ստեղծված իրավիճակը։
ռազմաարդյունաբերության ոլորտի ղեկավարը ձեզ հիմա զեկուցում։ Սովորաբար այն կոլեկտիվներ են կազմակերպություններ, որոնք գործ են ունենում պետության հետ, նման հայտարարություններ չեն անում, որովհետև միշտ կա այնտեղ վտանգ, որ նա փաստացի այդ պետության ներկայացուցիչները որպես պատիժ կարող է իրենց գործ ունենալ։ Հասկանում եք, չէ՞, որ պետությունն է թելադրում, այսինքն պետության ներկայացուցիչներն են թելադրում, ում այդ գործ ունենան, ում ոչ։ Բայց այնուամենայնիվ տիկինը ներկայացուցիչը պատմում է այն, ինչ որ իրականում եղել, որի համար շատ շնորհակալ եմ։ 2026 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախարարությունում ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ բացահայտ հայտարարել են, որ 2026 թվականի պայմանագրերը կստորագրվեն հունիսին ընտրությունների թեժ փուլում։ Ավելի քան 30 ընկերություններ դեռ 2026 թվականի հունվարին պետք է ստանային եռամյա պայմանագրեր Պաշտպանության նախարարության կարիքները ապահովելու համար։ Փետրվարի 23-ի նիստում մասնակիցներին տեղեկացվել է, որ ստորագրումը հնարավոր է մայիսի վերջին կամ հունիսի սկիզբ։ Խոսքը շուրջ 150 միլիարդ դրամի մասին է։ Այս միջոցները մինչ օրս չեն հատկացվել եւ փաստացի սառեցված են մինչեւ ընտրություններ։ Տպավորություն է, որ Պաշտպանության նախարարությունը ճնշում է գործադրում մեր ձեռնարկությունների տնօրենների վրա քաղաքական նպատակներով։ Տնօրեններին այս կերպ փորձում են կախվածության մեջ պահել իշխանություններից, որպեսզի վերջիններս ընտրություններին համոզեն իրենց աշխատակիցներին ընտրել ՔՊ-ին։ Ոչ միայն այլև սառեցված միջոցները, որոնք դեռ առաջի երեսակում պետք է տրվեին այդ 150 միլիարդ դրամը, դրանք որոշեցին ընտրակաշառքի ձևով հայտարարել, թե թոշակ են բարձրացնում թոշականների համար։ Եվ դա է պատճառը, որ փետրվարի 23-ի այդ ժողովից հետո, անմիջապես հետո, մի օրվա մեջ ԿՊ-ն գտավ գումար, գտավ աղբյուրներ, որով կարող էին բարձրացնել թոշակառուների թոշակը։ Մինչդեռ միաբերան պնդում են, որ փող չկա, հնարավոր չի, ծախսերը շատ են, իրենց հազիվ է հերիքում բյուջեն, ինքնապարգևատրումների համար եռամսյա այդ ծրագրերը, որոնք սառացվել են, հենց ուղղվել է մինչև իրենք ինչպես իրենք են ասում, մայիսի վերջ հունիսի սկիզբ, հենց թոշակառուներին պես ընտրակաշառք 10,000 դրամը որպես թոշակի բարձրացում ներկայացնելու համար։ Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը եւս կփակվի։ Համդեպս այդպես ասում են։ Աշխատակազմը շարունակում է ստեղծված իրավիճակի շուրջ բուռն քննարկումները, չի պատկերացնում, թե ինչպես են շարունակելու հետագա գիտական գործունեությունը, գրում է հրապարակը։ Ես կարծում եմ, որ եթե մեկ գիտնական, մեկ պատմաբան, բարոյական իմաստով եմ ասում, եւ պրոֆեսիոնալ նաեւ կա գոյություն ունի Հայաստանում, վաղը մյուս օրը անպայման պետք է ասուլիսներով, ժողովներով, պիկետներով, ցույցերով, ասուլիսներով հանդես գալ, որովհետև սա արդեն քաղաքականություն չի։ Ում եք սիրում, ում չեք սիրում։ Սա պատմություն է։ Սա ոտնձգություն է պատմության ինքնության եւ իրականության դեմ։ Եթե Հայաստանում գեթ մեկ պատմաբան կա, որը չի միանա այդ ակցիային ու կշարունակի իրեն համարել գիտնական, ինչ որտեղ պատմության մասնագետ, նշանակում է նա ընդամենը չինովնիկ է։ Չինովնիկ, որովհետև գիտությունը ինչպես կրոնը պահանջում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։ Հիշում եք, չէ, 3 կրոնի սպասարկումների համար, քահանաների համար էինք ասում, որ եթե մեկը երկրի ղեկավարից ավելի շատ ավախենում, քան Աստծուց, նշանակում է ինքը հոգևոր ծառայող չի։ Ինքը վաղուց դառել է չինովնիկ, օֆիսի աշխատող։ Նույնը կարելի ասել գիտնականներին, պատմաբաններին, ցանկացած մեկին, ովքեր զբաղվում են գիտությամբ։ Գիտությունը դա քաղաքականություն չի, օրվա կուրսով չի որոշվում, դա նույնիսկ արվեստ չի։ Արվեստը կարող են արվեստի ճյուղեր պատվիրել եւ հովանավորել չինովնիկները, բայց ոչ գիտություն։ Որ վերջ, այս մասը չենք խոսում, սա մեր պատմությունը չի այլևս, այ հիմա սրա մասին ենք խոսում, մոռանում ենք սա, ջնջում ենք սա։ Ոչ, այդպես չի լինում։ Դե, սպասում եմ ձեր ակտիվությանը, ընկեր պատմաբաններ, գիտնականներ, պատմության ինստիտուտի աշխատողներ, թանգարանի աշխատողներ, դուք պետք է ցույց տաք, որ դուք եք գիտության, երկրի պատմության տերերը,
եւ երկրի պատմությունը չի գրվում ինչ որ ճիվաղների աշխատասենյակում, դա արդեն գրվել է։ Դա արդեն գրվել է, դա արդեն անցյալ է, դու չես կարա դա փոխես։ Եվ դա ուրիշ տեղ է գրվում, եւ դա արյունով է գրվում։ Այդ այդ արյունը ում մատերի վրա, ում ձեռքերի վրա, դա ուրիշ հարց է։ Բայց դա ձեր հարցը չի։ Դուք պահեք պատմությունը։ Մենք մնացածը կլուսենք։ Մենք գիտենք ում ձեռքերն են արյունոտ, կպարզենք նաև նրանց ում մասին դեռ չգիտենք, բայց ձեր գործը պատմությունը պահել, հավատալի մնալ գիտությանը եւ ճշմարտությանը։ Ծանային Աստորեն սրանք ձենը կամացածն են, սրանք հայտարարում են, որ պատմության տեքստը արդեն էներոսը, սամարության տեքստը արդեն պատրաստ է։ Ես առաջարկում եմ բոլորին ուշադրել նայել բոլոր այն դեմքերին, որոնք կստորագրեն այս տարբերակի տակ։ Դրանք առանց վարանելու, առանց դատական պրոցեսների, առանց երկար ինչ որ ապացուցողական բազաների, փնտրտուքի, չգիտեմ, դրանք թող բաներն անեն, հետագայում այ Տիգրան Եգորյանին են նայում, ստեղ պաուզա տան։ Դրանք հետագայում թող քննիչներն անեն, դատավորները անեն։ Մեր գործը հիմիկվանից գնահատական տալն է։ Ու ես ամենայն պատասխանատվության հայտարարում եմ, ով կա այս դալիճում, ովքեր կստորագրեն այն տարբերակի տակ, որը կառաջարկվի, որտեղ չի լինի հղում անկախության հռչակագրի, նրանք պատմության մեջ եւ իրականում հանցագործներ են։ Ես ինչի կանգնեցի Տիգրան Եգորյանի վրա, որովհետեւ առնվազն ես իրաց մասին այլ կարծիքի եմ ունեցել իր եւ կնոջ Լուսինե Հակոբյանի։ Լրիվ այլ կարծիք մինչեւ 18 թվականի հեղափոխությունը։ Չակերտավոր եմ ասում այդ հեղափոխությունը։ Երկուսն են այնքան գիտեք, այնքան ինտելեկտ ունեն, որ վստահ հասկանում են ինչա կատարվում Հայաստանի հետ։ Վստահ։ Ես չեմ կասկածում իրենց ինտելեկտի արկայության վրա։ Բայց հիմա իրանք դարձել են հանցագործ գործիք ռուս-թուրքական դաշինքի ձեռքում։ Եվ իրանց ձեռքով, իրանց նմանների ձեռքով հիմա ավիրվում է մեր պետությունը։ Այս մարդիկ մեր մեջ են ապրում։ Այո, նույնիսկ մեր դիտողներից մարդիկ կան, որ ես փողոցում են տենում, շփվում են եւ այլն։ Այս մարդիկ չեն կարող հանգիստ ապրել։ Իրավունք չունեն հանգիստ քայլելու փողոցներով։ Ձեր աչքի առաջ իրենք ձեզ քաղաքավարի ժեստիկուլյացիաներով, լուրջ դեմքով տանում են դեպի ցեղասպանություն, տանում են դեպի կոտորած, տանում են դեպի ոչնչացում։ Սա չափազանցություն չի։ Սա չափազանցություն չի, սա բռնության կոդ չի։ Իրանք ձեզ տանում են դեպի ոչնչացում։ Մենք, մեզ են տանում բոլորիս, մենք անելիք ունենք։ Ռևերանսների ժամանակ չի։ Վաղուց անցել արդեն։ Եթե իրանք ապրեին Դանիայում, Նորվեգիայում, ես կասեի դե մեզանից հեռու դեր ինչ որ մեկը նստած ինչ որ բան ա որոշում։ Ոչ, այս մարդիկ Հայաստանում են ապրում, Երևանում են ապրում։ Իրենց հետ շփող մարդիկ կան, ճանաչում են, ունեն ասելիք իրենց։ Պարտավոր են դա ձևակերպելով ասել։ Եթե մենք դա չենք անում, եթե մենք այնքան կամք ու բարոյականություն չունենք դա անելու համար, նշանակում է իրոք այն ինչ որ կատարվի մեր հետ, դա լրիվ տրամաբանված է։ Դրանք հանգիստ կարող են ասել վաղը։ Նայեն աշկերտ ասեն, համաձայն չէիք։ Դիմաց էիք։ Հա, դիմաց էիք։ Ասեք մենք համաձայն չենք։ Իրավունք ունեն ասելու, ես կարծում եմ։ Իրավունք ունեն ասելու։ Այնպես որ ամեն ինչ մեծ ձեռքն է։ Տեսեք բոլորի դեմքերը։ Ու զգուշացեք նաև իմ անունից։ Որ մենք կարող այսօր իրավական լծակներ չունենք իրանց կանգնեցնելու, առայժմ։ Բայց իրենք ստորագրել են մի փաստաթղթի տակ, որի համար իրենք կանգնել են դատարանի առաջ։ Հայաստանի անկախության հռչակագիրը դա բլոտի թուղթ չի, որ մեկ իրանց թաղում, թթի ծառի տակ, նստել բլոտ ա խաղացել ու հաշիվա գրել վրեն։ Դա ինչ որ կաֆեի մենյու չի, դա իրավական փաստաթուղթ է, երկրի հիմնադրման իրավական փաստաթուղթ է։ Ու ցանկացած մեկը, որ դրա նկատմամբ ոտնձգություն է անում, դուք վստահ եղեք,
Վստահ եղեք, եթե այս օրենքներ չկա, ես տեղյակ չեմ, կա թե չկա։ Վստահ մի բան կլինի անպայման։ Եթե նույնիսկ չկա, մենք վաղը դա հոդինելու ենք։ Հա, ձեզ դատելու համար։ Հայոց պետականության նկատմամբ ոտնձգություն կատարելու համար։ Ես իրավաբան չեմ, ես դա ձևակերպելու պարտավորություն չունեմ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, որի երկրին դուք սպառնալիք եք։ Այսքան բան։ Պարոնեք։ Իսկ հիմա ձեր կոտրած ձեռքերով տեսեք ինչ եք անում։ Բայց ի նկատի ունեցեք, պատասխան տալու ժամանակը գալու է, ող գալու է։ Սա կարող եք ընդունել նաև սպառնալիք, ամենաբարձր ծառից թքած ունենա։ Երեսուն հայ եւ օտարազգի ցեղասպանագետներ բաց նամակ են հղել, խոր մտահոգություն հայտնելով Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի Փաշինյանի ճնշման եւ հարկադրանքի ներքո հեռացնելու հարցով։ Այո, դրանից է բխում, որովհետեւ երբ որ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, վարչապետը ասում է Ղարաբաղյան շարժում չկա։ Մենք ուզում եմ հարցնեմ, ով ես դու, որով շես Ղարաբաղյան շարժում կա թե չկա, այդ ճիվախ քեզով այդ իրավունքները տվե։ Դու նույնիսկ ձեր տունը իրավունքներ չունես խոսալու կա շարժում թե չկա։ Ու սրա խոսքերը գիտեք ովքեր են փորձում լեգիտիմացնել այս ճիվաղախումբը։ Եվ ոչ միայն այս ճիվաղախումբը, բոլոր նրանք, ովքեր հավաքված են Փաշինյան Նիկոլի կողքը։ Որ սրա ձեռքով ավիրեն մեր պետականությունը։ Ու սրանք հələ դեռից պետք է ասեն, արդյոք մի ինչ-որ ճիվաղ, մի ինչ-որ դուս պրծուկ կարա որոշի Ղարաբաղյան շարժում կա թե չկա։ Հետ է ստեղծել այդ բջի տղա։ Կներեք ինձ համար ես արդեն չգիտեմ ինչ ասեմ։ Այդ բաստարդ գիտեք ինչ է։ Բաստարդ էլի։ Ով իտալերեն գիտի բաստարդ ինչ է։ Այն որ ծագում չունի, էլի ինքն էլ չգիտի որտեղից է առաջացել։ Որոշել որ վարչապետը ասում է, դու քո ուսապարկերի համար ես վարչապետ, որ ասում ես իրանց համար դա օրենք է։ Դու ասել ես իրանք էլ ընդունել, մենք էլ թքած ունեն։ Ասել ես, իրանք ընդունել են, խոստովանել են, որ տենց է, որ իրանք բույս են, իրանց պրոբլեմն է։ Մենք ինչ կապ ունենք այդտեղ։ Ով ես դու, որ իմ համար որոշես Ղարաբաղյան շարժում կա թե չէ։ Իրանք առաջ։ Այսա ուղղակի վերջացնելու համար եմ ասում, որ 30 ցեղասպանագետներ, մտահոգություն են հայտնել եւ դիմում են գրել։ Փաշինյան Նիկոլ, այնքան գործ կա վրել, դու վաղը ոչ միտեղ չես կարողանալ փոխել։ Դու եթե նույնիսկ փախնես Եվրոպա, եվրոպական դատարանով վզիցդ բռնած դերևենք Հայաստան։ Այս ամեն ինչը Լեմկինի ինստիտուտի զեկույցներից, Amnesty International-ի զեկույցներից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցներից արտասահմանյան։ Հատորներով այդ քրական գործ կա։ Այդ չեմ ասում եւ բրիտանական պարլամենտում եւ եվրոպարլամենտում քո հարցերը քննարկվում է։ Երկրի հետ կապված կատարվող հարցերը եւ եկեղեցու նկատմամբ, եւ Արցախի նկատմամբ, եւ Արցախի էթնիկ զտումը ծածկադմփոց անելու մասով, ամեն ինչ կա թարմա բոլոր տեղերում ամեն ինչ խոսում է։ Ես ուղղակի ուզում եմ Տիգրան Եգորյանին հարցնեմ, էլի։ Դուք աչքու ականջ ունեք։ Դուք վստահ գիտեք, չէ՞, դա մասին։ Դու չեք կարող այնքան գլուխներդ մտնեք ավազի մեջ, որ ոչ մի բան մասին չլսեք, չտեսնեք։ Չեք կարող, չէ՞։ Ո՞վ է ձեզ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ փրկելու է։ Նիկոլը փախնող է, ինքը իհարկե մտածում է, որ ինքը կարա փախնի, բա դուք։ Մյուս հանցագործը Վլադիմիր Վարդանյանը, որը ցած էր դրել լիազորությունները, իր կուսակցական, լիքը մարդիկ կային խառնվել են իրար առնետավազ բան, ժողովուրդ սպասեք, սրանք հանցագործ են, հիշեք, հանցագործների մեջ առնետավազքություն չի լինում, ոչինչ այնքան չի կապում սրանց ԿՊԵ-ականներին, որքան միասին կատարած հանցագործությունները։ Եվ Վլադիմիր Վարդանյանը, այս ցանկի մեջ, ինչպես Արարատ Միրզոյանը, վաղուց է նստած, վաղուց։ Ինքն է
Սա մասին ավելի մանրամասն միշտ ասում է Հայկ Դեբոյանը, Թանգարանի նյութերի գողության հետ կապված, հանցագործությունների հետ կապված, ինքը ամեն ինչում վաղուց է ներդրված։ Ու հիմա ծածուկ իրան մտցում է սահմանադրական դատարան, մտածելով վաղը ոնց ուզում է լինի, խաղաղության շակերտավոր եմ ասում, էլի խաղաղության պայմանագիր, որ Ալիևն ինքն էլ ասում, թքած ունենամ դրա վրա, 6 ամիս հետո ասելով მეტի չկա։ Այդ պայմանագրի չեղած, ընտրությունների բողոքարկման, իրա բանին, ագենտին, այսինքն իրենց ագենտին տանում են դնել սահմանադրական դատարան, Հրաշ Թովմասյանի տեղը, դա էլ առանձին պատմություն է, որ վաղը սահուն ամեն ինչ իրանց ուզածով անեն։ Դե այն որ Հայաստանում իրավական դաշտ չկա, սահմանադրական դատարանից սկսած մինչև ամենաներքին աստիճանները։ Մենք դա վաղուց գիտենք։ Ուղղակի ուզում սանց ասեմ, որ բանը սահմանադրական դատարան չի հասնելու։ Չէ։ Դուք չեք կարող տոկոսների համար, այս 1-2% համար կռիվտակ։ Այդտեղ չի հասնելու։ Բայց հասնի թե չհասնի։ Սրականջին էլ ասեք։ Ծանր է լինելու պատասխանը։ Մենք շատ հասկանում ենք ում, որտեղ, ինչի համար են թպրտում։ Իսկ հիմա գրանձիոզ նորություն Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածունը։ Ալամ աշխարհի քփուլները օրեկան ուտող, դեմքից սրբող, գետին գցող, բայց նաև իր միջավայրի մեջ կարգին տղամարդ հանդես եկող Ռոբերտ Քոչարյանն է։ 5 տարի, 4 տարի ռեժիմով այոյանք թուքումուլք նվաստացում պարլամենտում ուտելուց հետո պատրաստ է էլի շարունակի ծառայել, որ իրան թողեն իր թալանը շարունակի վայելել։ Եվ ավելացնի ինչու ոչ։ Սենց է։ Գիտեք, երբ որ ես մեկնին տեսնում եմ սան աջակցում, ուզում եմ տալեմ, մի քիչ արժանապատվություն կա գոնե ձեր մեջ։ Ես ուղիղ եմ ասում։ Ուղիղ։ Ես չեմ ընկնում այս կողմը, սա քաղաքական ճաշակ չի։ Սա մեկն է, որ աջակցում է Նիկոլին։ Նստում անդեր, որ սա վարչապետ աշխատի, հետնել հերու մեջ քփուշ տա ամեն օր։ Դուք էլ ասում եք ինքը ոչ տղա է։ Ձեր մեջ մի քիչ արժանապատվություն կա, ուզում ասեք հա։ Ուզում եմ ասեք հա ու հիմնավորեք այդ որտեղից եղավ այդ արժանապատվություն, էլի։ Ես թաքուն չեմ ասում։ Բայց Ռոբերտ Քոչյանը երևի չգիտի, որ ինքը մի տոկոսանոց տեխնացու է, որ չի կարող ոչ մի բան փոխել ընտրությունների ժամանակ։ Բացարձակապես իր ներկայությունը Փաշինյան Նիկոլի համար արդեն մարած օբլիգացիա հետ առաջ էր կարողանում 21 թվականներ կարողանում վախեցնել միամիտ մարդկանց։ Հիմա արդեն բոլորն հասկանում են, որ դուք նույն աղբն եք, բոլորը։ Աղբ բարի իսկական իմաստով է։ Առաջին նախագահի գրասենյակի հայտարարությունը, ասում են 24 ժամից ավել լույս չկա գրասենյակում։ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը։ Հետն մեկը հայտարարել է, որ $50,000 Սամվել Կարապետյանը տալը փող ա տվել Լևոնին աջակցության համար։ Ուզում եք հայտարարությունը տարածողի այդ ականջին հարցնել, էլի։ Այ դու դեր է այդ փողը որ տալիս են։ Անենց ինձ հետաքրքիր է, էլի, ասենք, ինչի ունեք 48,000 չէ, ես 50,000։ Ասկե ոնց է ստացվում Սամվել Կարապետյանը կամ իր ներկայացուցիչները $50,000 տանում տալիս են ու գալիս ականջիդ ասում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանին $50,000 փող են տվել։ Սա ոչ Սամվել Կարապետյանին արխանացնելու համար եմ ասում, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հա, բայց տեղեկատվական դաշտում աղբ է այնքան շատ է, չֆիլտրված աղբ է այնքան շատ է, որ ստիպված մեկ-մեկ ուզում ես նույնիսկ դրանց պաշտպանել։ Ասես չի կարելի մարդկանց այս աստիճանի վիրավորել մարդկանց գիտակցություն էլի։ Եթե նույնիսկ այդպես բան լիներ, դու դրա մասին չէիք իմանալ։ Երկրորդն ես վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը որ մի բան խոսում է, Սամվել Կարապետյանի տված փողերի դիմաց չի խոսում։ Սամվել Կարապետյանին աջակցել թե չաջակցելու հարցը որոշվում է ուրիշ տեղ, այնտեղ էլ իրան ասում են, որի դիմաց էլ անջատում են իր լույսը։ Բայց ես պետք է ասեմ, որ Փաշինյան Նիկոլ
Դու հույսը տանջատես թե չանջատես, քո հոգևոր հայրը չի կարող իր որոշումը փոխել, որովհետև ինքը չի որոշել դա։ Իրեն ասել են, ինքն էլ ասել է։ Եվ դու շատ լավ գիտես։ Եվ այդպես որպես ամփոփում։ Սա ընդհանրապես մի բան է ցույց տալի, որ ճիվաղը այնքան դիշոկա է կներեք այս բառը սանալի։ Քենախնդիր, մանր, ավազատիկ, փոշի։ Որ մտածում եմ, որ ասենք Լևոնի լույսը կտրելով պատժում է։ Մեր համար մեկ է դու Լևոնի լույսը կկտրես թե չէ անկեղծ։ Ինքը մեր լույսերը 4-5 տարի կտրած է պահել։ Բացարձակապես մենք դրա համար չենք էլ նեղվում։ Մենք ընդհանրապես հասկանում ենք, որը ինչի դիմացա ալվում։ Ես այս հանգամանքով որ հիմա շեշտում ես Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ պաշտպանում ոչ մի առումով։ Ուղղակի ասում եմ, դիշոկա ես էլ։ Նիկոլ, աներևակայելի աստիճան։ Ու սրանից ոչ մի բան չի փոխվում։ Ոչ Սամվել Կարապետյանի ձեներն են նվազում, ասեմ։ Ոչ բարձանում են այս հանգամանքով, հա։ Ոչ մի բան, ընդհանրապես դու մի բան ես ասում, որ դու աներևակայելի չափերի դիշոկա ես ու մեզ ստիպում ես մենք ամեն օր այդ մասին խոսանք ու զարմանանք այդ սահմանների վրա։ Այսքան բան։ Հիշում եք, որ մի հատ տիրադավ կար Վայոց ձորի դեմի առաջնորդի։ Այն որ հեկեր ուներ, ռեստորաններ ունի, բարդերներ, հյուրանոցներ։ Ազատվել է։ Մեկն ասում է հրաժարական ա տվել, մեկն ասում է ազատվել է աշխատանքից կաթողիկոսի ձեռքով։ Ես չգիտեմ։ Բայց ճիշտ է անել, եթե ազատել է։ Ու հերթով պետք է ազատ։ Կճոյանի բանի ազատելուն եմ ճիշտ ասած սպասում, են Վազգենի, Վզգոյի, որ տղա ունի, դրա ազատելուն եմ սպասում։ Ազգիշտի հոր ազատվելուն եմ սպասում։ Կարող եք փաթեթով անել, էլի կաթողիկոս։ Փաթեթով դրեք սեղանին, էլի ժողովուրդն էլ փաթեթով ծափ տա։ Որովհետև սրանք հասկացել են, որ իրանց սարքեցին կապիկ պետրուշկա, են պետրուշկան գիտեք, բանում ռուսական յարմարկեքում պետրուշկա կան, դες, բան։ Կուկլա էլ կլոն։ Իրենցից սարքեցին պետրուշկա, կլոն։ Եվ հիմա ոչ Նիկոլին են պետք, ոչ էլ կաթողիկոսին։ Այդպես որ կարելի բոլորին փաթեթով դիր զոհասեղանին, ժողովուրդը քեզ շնորհակալություն կարելի ու կհասկանա։ Ոչ մեկ քեզ չի դատապարտել։ Իրանք էլ կտեսնեն, որ ինչի դիմաց ինչ ստացան։ Միջելոց ոչ միայն իրանք, բոլոր նրանք, ովքեր Փաշինյան Նիկոլետ հույս են կապում, ասում են հիմա իրանք ծառայել են քեզ վիժվածքին, մեզ ինքը տիրություն անելու, ոչի թողի անտեշան նման, մեզ հոշոտեն։ Հա, այն էլ ոնց է թողել։ Ասեմ ավելին, ինքն էլ էս փողն է տալու։ Որովհետև այս կարգի տականքները չեն սիրում մեկից կախվածության մեջ լինել։ Սա Գրզոյին էլ է վերաբերվում, Ալենին էլ է վերաբերվում, այս Վլադիմիր Վարդանյաններին է վերաբերվում։ Արա, եթե հանկարծ նենց ստացվեց, մենք ձեզ չկարողացանք փրկենք ու Նիկոլը վերընտրվեց, առաջին հերթին որ փուղը տալու է Գրզո, քեզ, հետևից Ալեն, հետո Արարատ, հետո այս բոլորիդ, որտեղ դուք արդեն իրան պետք չեք։ Հետո էլ բոլորը, ասենց բանա կոմպլեքս իրան, որտեղ իրանն է, ինքն էլ արդեն ոչ մեկի պետք չի։ Այնց որ ոնց գցում բռնում ենք, դուք արագ ամեն գնով մոտեցնում եք ձեր վախճանը։ Ես բան չեմ կարող ասել այդ, չեմ կարող ձեզ օգնեմ, կներեք։ Ես այս տեսա բանն եմ ուզում ցույց տամ ձեզ։ Այսօր, քանի որ Ռոբերտ Քոչարյանը որոշել էր, որ ինքը պետք է առաջադրվի, ես փոքրիկ հարցում դրեցի, մի հատ հասկանամ վերականգնեմ որտեղ է ինքը իր ռեյտինգով, էլ ինչպես տեսնում եք 0 քվեարկություն կա, 0, որտեղ նոր եմ դրել, ուզում թարմացնեմ ձեր աչքի առաջ, եւ այսպես չէ, սա չի, ես մտածեցի, ոնց ստացվեց այսքան շատ եղավ, 1300, 14000 է մեկի վրա էլի, մի անգամից քանի ժամ, 2 ժամվա մեջ 1300 քվեարկություն, 2 ժամվա մեջ, մեկ էս հաղորդման վերջում նորից կանադառնանք իհարկե։ Փաշինյան Նիկոլեի 10%, Ռոբերտ Քոչարյան 15, առաջընթաց է Ռոբերտ Քոչարյանի համար, բայց մեռնելիք է Փաշինյան Նիկոլի համար։
Գուրգեն Սիմոնյան 23%, 52% բոլորին դեմ։ Բոլորին դեմ, խնդրեմ։ Այս է ձեր արդյունքը։ Նորից 10%։ Արա Նիկոլ Փաշինյան, ես չես կոբրան քեզանից շատ ձայն ունի։ Իմջելոց եթե մեկը կասկածում է, որ սա բանա իմ ալիքի վրա է դամատ, ես հատուկ հիմա ցույց եմ տալիս ուրիշ քվեարկություն, ուրիշ։ Որտեղ բանը քննարկում է Նիկոլ Փաշինյանի գործողությունները, այսինքն մարդկանց վերաբերմունքն է դրա նկատմամբ։ Այս կայքն է 16 ժամվա մեջ 1900 հոգի է քվեարկել, բայց էլի բան չի, վատ չի, 1900 հոգի վատ թիվ չի։ Հիմա լսենք ինչի մասին է խոսքը։ ԿՊԵ-ականները ոչ աշխատանքայինորեն հասկացում են ուրախ ավտոբուսում, ինչպես իշխանություն նրան կարևորագույն խնդիրը որն է, հարց են տալի։ 18%-ը համարում է, որ նրանց քայլերն անլուրջ են, 68%-ը համարում է, որ կյանքն ունած ապրուստը ձրի, վայելում են, քանի իշխանություն են, 68%։ 9%-ը հաշվում է, որ աշխարհում պատերազմից նրանք պերաշկի թթու, լավաշ են ուտում, 5%-ն էլ մենք գիտենք, չէ, 3-ից 5% ոչ մի բանի չի հետևում, թքած ունենա Արմագեդոնը անդեղ, ինչա, բայց որ վայելում են, քանի իշխանություն են, այս պատասխանը ամեն ինչ ասում է, ամեն ինչ ասում է, դուք նայում ես, գալիս կանգնում է նույն տրամաբանության վրա, Փաշինյան Նիկոլը 10%-ից ավել ոչ մի լուրջ քվեարկության մեջ չկա։ Եթե իհարկե դա իրենց կազմակերպած քվեարկությունը չի։ Ես կարող եմ ասել դա ոնց է։ Ես մի անգամ միամիտ այդպես մի բան էի արել, որ ոնց քվեարկում են գնում էր Նինա Կարապետյանին։ Հիշում եք, ես մի հատ այս քվեարկություն էի դրել, ոչ թե քվեարկություն էր, դա քուիզ էր կոչում։ Հաստորեն այդպես ձև կա, քուիզ դնում ես, քո ուզած տեխնացուին ընտրում ես, ով քվեարկում է գնում է այդ բանը քվեարկությանը։ Ես միամիտ արել եմ եւ մարդիկ բողոքում են։ Ոնց քվեարկում են գնում է, չէ, Նինային քվեարկում գնում էր Նիկոլին թե ոնց, բայց այդպես բան կա, ոնց քվեարկում են գնում է մի հատ տեխնացուին։ Այդպես ձև ունի YouTube-ը։ Իսկ որ դու դնում ես ուղակի text poll, text որպես text է ստալիս իրան քվեարկության, առանց նախընտրության, ինքը ազատ է։ Հետո դու չես կարող նույնիսկ փոխել։ Եվ այսպես բոլորին դեմ 52%, 23% Գուրգեն Սիմոնյան, հասնը Գուրգեն Սիմոնյանը եւ Քոչարյանից եւ Նիկոլ Փաշինյանից առաջ է լիարետինգով։ Իսկ 52%-ը բոլորին դեմ է։ Մտածելու առիթ է։ Մի հատ էլ վերջում կանադառնանք այստեղ։ Դե ոնց ուզում ալին մի կերժեմ 40 րոպե դեռ իրար ենք։ Այս ճանապարհների նայելով, այն ինչ որ կատարվում է, հա, ես հենց այս հոդվածը ձեռքիս ընկավ, միլիարդներ ասֆալտի վրա, ովքեր են Երևանի ճանապարհաշինարարական մրցույթի հիմնական շահառուները։ Ես հենց նայեցի, ինչա 24-25 թվականներին ու այս ցուցակը եկավ աչքիս առաջ։ 10 ընկերություն։ Ուս ես նայեցի, աշկովս ընկավ sense մի հետաքրքիր բան, 100-150 միլիոն, 300-500 միլիոն, ամենաշատը սա էր, 200-400 միլիոն, 150-ից 200-300 մի խոսքով, միջինը գալիս է 100-150 միլիոն, բայց ինչ-որ մեկը միջև 500 միլիոն, ես որոշեցի, մի հատ տեսնեմ, այդ եվրո ասվալտ սպան, ումն է, ընդամենը այդ մեկն եմ նայել, այն մյուսը, որ 400 Բաղդամյան շինը հələ չեմ նայել, կարող եմ նայել, բայց դա էական չի, դա հասկանանք ով է, կանգնած ես եվրո ասվալտ սպայի հետևում, հարցրեցի, արհեստական բանականության ասի, ինձ տուր ամբողջ ինֆորմացիան ինչ որ դու ունես, տվեց, աս մամուլի հրապարակումների հասանելի տեղեկատվության Եվրոասֆալտի ՊԲ-ի սեփականատերերն են եղել, հետևել անձինք, Սվետլանա Պողոսյան, Լուսիկ Գևորգյան, ընդ որում գրանցված է Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում, ուրեմն Հայաստանում ասֆալտանող չկար, Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում գրանցված մի հատ ընկերություն է, Ռուսաստանի, որի հետ 500 միլիոն դրամի
պայմանագիր եք ընկել։ 500 միլիոնը գիտեք ինչքան է ժողով։ Մոտավորապես 1 միլիոն 350,000 դոլար։ 1 միլիոն 350,000 դոլար։ Հետո 2000 ընկերության տնօրենի պաշտոնը 2021 թվականի մարտից մինչև որոշակի ժամանակ զբաղեցրել է քաղաքական գործիչ Ալեն Սիմոնյանի եղբայրը Կարլեն Սիմոնյանը։ Դրա համար է, ես ասում դրա աղբորն է։ Դրա համար է 1,300,000 դոլար աղբոր է այսենց։ Ասֆալտ չանելու համար։ Ասֆալտ չանելու համար։ Այս պահին Կարլեն Սիմոնյանի հետ կապը խզված է։ Ընդհանուր առմամբ ընկերությունը ներքաշված է եղել բազմաթիվ դատական գործերում եւ ներկայումս գտնվում է սնանկացման գործընթացում։ Վերջ աղբեր ջան։ Վերջ 2025 թվականին էլ ներկայացել է սնանկացության մասին փողը վերցել են ասֆալտ չկա գնում են սնանկացության։ Ընդ որում այդ ընթացքում էլ բազմաթիվ քրեական գործերի մեջ արդեն եղել են։ Այսպես բանա Նիկոլ Փաշինյանի պետությունը։ Ընդհանրապես մեկին եմ նայել։ Այն 10-ին ժամանակ չկար նայելու։ Ընդհանրապես որոշեցի ամենախոշոր եմ որ տալել է փողը, ասել տեսնեմ էսի ով է։ Որտեվ ես գիտեի որ ես լսել էի, մոռացել էի որ ընկերությունն է, որ դա Ալեն Սիմոնյանի աղբորը հետ է կապված էլի։ Ահա, տեսել ինքը։ Վերցել են փողը, միած Ռուսաստանում գրանցված։ Մենք Ռուսաստանի դեմ ենք, չէ։ Ռուսաստանը հիբրիդային պատերազմի մեջ է մեր հետ։ Բայց ռուսական Ռուսաստան գրված գործարան ենք վերցնում, ֆիրմա։ Որպես տնօրեն վերցնում ենք դա, 1,300,000 վերցնում ենք, ասфальтը չենք անում, ու ընկերությունը տանում ենք սնանկացված։ Ищи ветра в поле։ Գնա դատի դուր, ուր, Նավասիբիրսկ։ Բայց վստահ եք, մենք ձևը կգտնենք, դուք այտենց անհետևանք չեք կարող անցնել։ Իսկ սա արդեն Այս կեղտը որ տեսնում եք, նայեք, սա Արցախի պողոտայի հատվածում է, սա գետառն է, սա Հայաստանն է, սա Նիկոլի Հայաստանն է, ես այսօր տեսա ակամա հիշեցի Ճապոնիայում իրենց քաղաքի գետերը, արուները, ինչքանով հասկացա մի մասը արհեստական էր, մի մասը բնական էր, չես էլ հասկանում որն է արհեստական, որն է բնական, որտեղ ամեն ինչ այնքան մաքուր է, որ ոչ միայն տակի ավազահատիկներն ես տեսնում, բացում է ջուրներ այնքան մաքուր է կարելի է խմել, ու այն աստիճան այն քանակությամբ ձուկ է լողանում մեջը, ձուկ, այսպես մեծ ձկներ, մեծ, սիրուն տարբեր գույների, որ ապշում ես էլ այդ համադրության մեջ, բնության, մաքրության, այս բալանսից ուղղակի ապշում ես, ոնց անհնարավոր ու գալիս ես նայում ես Երևանի գետառին։ Ու մենք էլ մտածում ես, մենք էլ ենք ժողովուրդ։ Չգիտեմ, ժողովուրդ ջան, մենք ունեշի որ մենք ժողովուրդ չենք, բայց այս ինչ է։ Դե հա կարելի ասել, որ ամեն ինչում Նիկոլ Փաշինյանն է մեղավոր։ Այ եթե մենակ ես գետը լիներ այդպես, կարող էինք ասել։ Մտածել եմ։ Մենք եթե սենց չլինեինք, Նիկոլ Փաշինյանն էլ մեզ վարչապետ չէր ասնապեք, օրինակ Ճապոնիայում Նիկոլ Փաշինյանը չէր կարող վարչապետ լինել, այստեղ է տարբերությունը։ Որովհետև Նիկոլ Փաշինյան վարչապետ կարող էր հանդուրժել մի ազգ, որը կարող է հանդուրժի սա, հասկացեք, Նիկոլ Փաշինյանը սա է։ Մենք եթե հանդուրժում ենք նա, հանդուրժում ենք սա, եթե հանդուրժում ենք սա, ուրեմն կարա լինի նաև Նիկոլ Փաշինյան։ Այսպես իրաց կապված է։ Իսկ եթե ապրեինք միջավայրում, որտեղ իդեալական մաքուր ամեն ինչ, ձկները լողում են մաքուր բանը, գետակների մեջ ու ոչ մեկի մտքով չի անցնում նրանց բռնել, խաշել, ուտել, բիզապոկել, բան, վստահ եք, եթե տենց սիրու միջավայր ունենենք, Նիկոլ Փաշինյան չէր ծնվի մեր միջավայրում, էլ չեմ ասում չէր դառնա վարչապետ։ Վատ նորությունն է Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ Թրամփը աջակցել է Նիկոլ Փաշինյանին, Ջեդի Վենսն էր աջակցել Նիկոլ Փաշինյանին, որ ապագա ընտրություններում իրենց հաղթանակ են բախվում։ Սրանք աջակցել են նաև Օրբանին։ -20% ընդամենը 45 օրվա մեջ է։ Հենց աջակցում են Օրբան չկա, գոյություն չունի։ Այսպես է լինում բոլոր նրանց հետ,
աջակցում են J.D. Vance-ը ընդհանրապես բանը Թրամփի ադմինիստրացիան։ Պարզ ասում են, մեր նման մարդակեր է։ Ուղղակի իմամա մի քիչ վիճելի հարց է, էլի, ով ավելի Նիկոլ, Թրամփը թե Նիկոլը։ Բայց որ երկու Նիկոլ իրար աջակցում են, սա արդեն բոլորի համար սիգնալ է։ Ով չգիտեր Թրամփը, ով հասկանում որ դա Նիկոլը, ով չգիտեր Նիկոլը, ով հասկանում որ դա Թրամփն է։ Եթե Թրամփը աջակցում է, ուրեմն դա հաստատ պահելու բան չի։ Վերջ, ուրեմն իրենց արագ ազատվել է պետք։ Եվ այսպես մինուս Օրբան, աղը լինելու նաև մինուս Նիկոլ։ Լինելու հետո մինուս Ալիև, հետո դեռ մինուսներով գնում եք արդեն։ Մինուս արդեն մինուսացված է Նետանյահուն, բան չեմ ասում, չեմ ուզում այդ մասին խոսալ, չեմ ուզում ոչ մեկ խոսալ, թող իսենց հավեր շարունակվի։ Միջև այնտեղ տեսնենք ինչ արի, այդ տարածքում, էլի։ Բայց որ մինուսա ես կասկած չունեմ։ Այսինքն ասեցի բան է ելում նայեք։ Բոլոր տեղերից, բոլոր շենքերից, բոլոր պատուհաններից այս նկարները պետք է կախված լինի, որ Նիկոլ Փաշինյանը հիշի, որ մենք այդ բանի վրա, արձանի վրա սալիկներ ունենք, որ անուն ազգանում չկա վրա։ Եվ որ և մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ, իդեալական հիչում է։ Իդեալական հիչում։ Մանավանդ նրա համար, որ մտածում է, որ ինքը վարչապետն է, ինքը կարող որոշի առնել Ղալաբաղյան շարժում կա, ինչ կա։ Իրանց մասով ընտիր հնչում է։ Ընտիր։ Այ, այս պաստառները բոլորի բալկոններից, մեքենաների վրա, չգիտեմ, ամեն ձևով պետք է լինի, որ Նիկոլ Փաշինյանը տեսնի դրսում Նիկոլները, տեսնի դրսում սարսափեն։ Սարսափեն, որ մարդկանց մեջ որ այդ միտքը կա։ Կա Նիկոլ, կա։ Իսկ հիմա ես ուզում ներկայացնեմ հերթական զինվորական վետերանին, ով ասում է հիմա ինչ է կատարվում։ Donald Trump and to every general and political appointee sitting in his military cabinet. My name is Major Retired Richard Ojeda, and I wore this nation's uniform and fought this nation's wars for 24 years. I'm speaking to you as a combat soldier who understands orders and understands lines that you do not cross. Last week, one of your senior military commanders was asked in a congressional hearing about using military force inside the United States against American citizens. And he said if an order came down to do so, he would carry out that order. On my back, I've got the names of 13 of my brothers who never returned home from war. I want you to hear me loud and clear when I say this. They did not die for this. Որտեղ Թրամփը առաջարկել է զինվորները օգտագործել երկրում իրահարցել լուծելու համար։ Եվ գեներալներից մեկն ասել է, եթե տենց հրաման լինի, ես կանեմ։ Հիմա այս վետերանն ասում է, լսեք ինչ եմ ասում բոլորի ձեզ։ Ինքը ծառայել է 24 տարի, իսկ եղբայրը ընդհանրապես չի վերադարձել, պատերազմից մահացել է։ Ասում է մենք սրա համար չի, որ ծառայել ենք, ախպերս է սրա համար չի, որ մահացել է։ Մենք պատերազմել ենք մտածելով, որ սա ժողովրդավարության համար է։ Մենք ծառայել ենք մեր երկրի մտածելով, որ սա ամենաժողովրդավար երկիրն է։ Եվ ինչ-որ մի Թրամփ, ինչ-որ մի դուսպրծուկ ամենակոպիտ բառերով ասում, չի կարող մեզանից խլել մեր դեմոկրատիան, մեր ազատությունները եւ ամերիկացի զինվորի օգտագործի ամերիկացի արաբացի։ Նկատմամբ, այն ինչ որ հիմա արվում է։ Այն ինչ որ հիմա արվում է։ Այդ արդյունքում ասեմ դες արդեն այսօր մի քանի տեղ են կարծում, որ ամերիկացի զինվորականները ուղղակի հրաժարվում են կատարել Թրամփի հրամանները ու բանալները։ Գնալ միանալ Իրանի պատերազմ։ Կարողացել է 2500-անոց ինչ-որ կոնտինգենտ հավաքել դեսանտիկների, ի վերջո, որոնք դեմ չեն եղել միանալ պատերազմին, բայց ես վստահեցնում եմ 2500 հոգանոց կոնտինգենտը էդի ուղղակի փոշի է դառնալու այս գետնի չիչած։ Այսինքն որտեղ այդ երկրի մեջ 2500 հոգանոց կոնտինգենտ է իրեն չսպանել չի Երևաններ։ Անապատի փոշիների մեջ կկորի։ Դա ոչ մի բան չփոխող հանգամանք է։ Այն էլ եթե հասնի տեղ, եթե իրոք հրամանատան տեղ դեսանտ իջացնել իրեն տարածքում։ Ես իհարկե դա չեմ հավատում, բայց եթե տես մի բան լինի, նշանակում է մինուս 2500 հոգի վետերան։
զինվորական։ Որովհետև մնացածը հրաշալվում իրականացնել Թրամփի հետ կապված այս ծրագրերի մասնակցել։ Ուղղակի չի։ Հիմա ամենավատ բանը։ Ամենաարտադրության նախարարության կողմից Էփստինի գործի ապացույցների փաթեթի շրջանակներում հրապարակված հրապարակային փաստաթղթերում հայտնվում է 16 թվականի սեպտեմբերի 5-6 տվագրված հաղորդագրություն, տեսեք 16 թիվ, որտեղ երևում է, որ սրանք, այս երկուսը, խոսում են Դաեշի, Ալ-Կաիդայի բոլոր տերորիստական խմբերի մասին, որտեղ ասում է, որ իրենք են դրանց ստեղծողն ու հովանավորները, պատահական չէ, որ ես կարդել եք կարդացի, որ Ալ-Կաիդան աջակցում է Իսրայելին, ու շատ լուրջ պատահականությամբ իսլամական պետությունը, Ալ-Կաիդան, բոլորը տերորիստական կազմակերպությունները ոչ մի բան չարեցին Իսրայելի տարածքում, ոչ մի բան, բոլորը կատարում էր Ամերիկայում, Եվրոպայում, դրանք հրեաների դեմ էին, բայց Իսրայելը ոչ մի բան չի եղել, եւ այս բանի մեջ ակնհայտ է դուրս որ դրանք իրենք են ստեղծել, իրենք են ֆինանսավորել եւ սեպտեմբերի 11-ի դեպքերն իրենք են այս ֆոնիկա կազմակերպել։ Սա գրված է նոր հայտնված փաստաթղթերի մեջ։ Բացի դրանից, Breaking news, we have a huge Epstein update here. Epstein's accountant just testified under oath that Trump paid a settlement to an underage Epstein victim for sexual assault. Էփստինի աշապահը ցուցմունք տվել Թրամփի դեմ, որ Թրամփն է փոխհատուցել այն երեխեքին, որոնք բարձրել են իրենց մոտ, Էփստինի կողմից ստանդարտից։ Այդ երեխեքի փոխհատուցում տամողը օգտվող, որ լրեն, նոր մարդիկ բերեն, խոսքով այդ ամեն ճանոր եղել է հենց Թրամփը։ Հասկացաք, ով ասա եւ ինչքան է մնացել սրան, սա արդեն դատական գործեր են, սա քննվում է այս գործերը, մարդիկ վկայություն են տալի, դերնասանել գումարեք են 5 բեռնաբարված երեխեքը 12-11 տարեկան, որ միջև հիմա քանի տարի է ցուցմունք են արտադրությունը դուզում, արդեն սկանայք են դրանք, հա, ու չեն կարողանում դրան հասնել, այս ամեն ինչը կա, ես ամեն վայրկյան սպասում եմ Նյու Յորքի դատաբորի մուրճով հալվածը, որտեղ ուղարկելու է Թրամփին ձերբակալելու որով։ Իսկ միջև դրանք կձերբակալեն Կալիֆոռնիայի նահանգապետը ուղիղ ասում եմ, որ Թրամփը դա մանկապիրց սատանա է, որին պետք է բռնդել, որի հովանոցից։ Սա Կալիֆոռնիայի նահանգապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահարուստ նահանգի ղեկավար։ Բայց ասում եմ, մանկապիրցին ժամ առաջ պետք է բռնդել որ։ Իսկ ինչպիսի վիճակում է Թրամփը, այ ամենատխուլ բանը, ընկած, դռնեդու, փողոց առ փողոց, խնդրում է, որ միանան իրեն Հորմուզի նեղուցը բացելու առումով։ Հիշում եք, ես ասում եմ, սա մնալու է մենակ։ Ասում եմ, ինչ ես ասում, ոնց նա կարող է մնալ մենակ, լիքը երկրներ կան սրան պատրաստ են ծառայել։ Հիմա ընկած է դռնեդու, որպեսզի միանան իրեն։ Իշխանում հասկացան էլ ՆԱՏՕ գոյություն չունի, որտեղ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներ ում դիմել է, մերժել։ Բրիտանիային դիմել է, Բրիտանիան մերժել է։ Գերմանիային դիմել է, Գերմանիան մերժել է։ Ֆրանսիան դեռ չի մերժել, բայց դեռ ոչ մի բան չի արել։ Բայց գնանք հերթով։ Բայց ԵՄԱԳ նախագահները, արտաքին գործերի նախարարները, հրաժարվել են ռազմավարել ուղարկել Հորմուզի ամբողջ Եվրոպայից։ Իսկ Ճապոնիան ընդհանրապես արգելել է Իսրայելից որևէ տուրիստի մուտք դեպի Ճապոնիա։ Ու ոչ միայն դա, նաև հրաժարվել է Թրամփի հորդորներից, պարտադրանքներից միանալ այդ Հորմուզի նեղուցը բացել։ Դա գել ասել է ուղիղ լսի,
90% Ճապոնիայի միջելոց։ Այդ նավթի պաշարները անցնում են այդ Հորմուզի նեղուցով։ 90%-ը Ճապոնիայի վարչապետը պատասխանել է, որ ինքը գիտի, որ ինքը հասկանում է այդ ճգնաժամի հետևանքները, բայց ըստ իրենց սահմանադրության Ճապոնիա իրավունք չունի որևէ ռազմական գործողության միանալ իր սահմաններից դուրս։ Այս սա է նշանակում Ճապոնիա, սա է նշանակում սահմանադրական երկիր, օրենքի երկիր, սա է։ Եվ Տրամպը մնացել է մենակ, մի հարցնող լինի։ Այդ է, դու որ մի հատ նեղուց չես կարող բացես։ Նեղուց, ընկել է մատը, ուր ես հարցակվել իրանի վրա։ Ու հույսով, բայց ուժեղ տղա է, հարցելի գուցե ինչ։ Ամբողջովին գոռում ես, ես, այդ երկրների վրա գոռում մատը էր թափտալի 24 ժամ, արդեն մի տարի է։ Օրը 24 ժամ բոլորի վրա մատ ես թափտվել ու ինչ հնարավոր է։ Հիմա ինքն էլ դռնեդու խնդրում է որ գան իրանով։ Բոլորը կազմակերպած մեջտեղի մատերը հանեցին ու դրեցին Տրամպի սեղանի։ Դրա սեղանը ուշադիր է։ Ավելի ստեղծեցին իրենց անվտանգության admin-ը 28 երկրով։ Բա ոնց ակոշում էական չի։ Որտեղ չկա Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն իրանք ոչ մի ռազմական պայմանագրով արդեն կապված չեն։ Այն որ ՆԱՏՕ-ն կար, փաստացի դա չկա։ Ու մեկ էլ ուզում եմ հիշեմ այսօր ամբողջ օրը։ Այդ ՆԱՏՕ կոչվածը ինչ է արել իր ամբողջ գործության ընթացքում։ Այդ ինչին է ծառայել, հիշեցի։ Միացել է բոլոր պատերազմներին, որը հրահրել է Իսրայելը Ամերիկայի Միացյալ Նահանգների ձեռքերով։ Ոչ մի ուրիշ բան ՆԱՏՕ-ն չի արել։ Եթե միացել է այդ 5-րդ հոդվածով պատերազմներին, միացել է բացառապես Ամերիկայի Միացյալ Նահանգների թելադրանքով այն պատերազմներին, որոնց հայտ է ներկայացրել Իսրայելը։ Այսինքն ՆԱՏՕ-ն ծառայեցվել է Իսրայելի շահերին։ Ոչ միայն Ամերիկան է ծառայեցվել Իսրայելի շահերին, ՆԱՏՕ-ն էլ է ծառայեցվել Իսրայելի շահերին։ Դա մանես որ տղեկ հավաքվեցին 28 երկրներում, ասեցին ախպերիսի մեր նոր կառույցն է, գնա գնողից ասա։ Վերջ։ Հեքիաթը վերջացավ։ Այս մենք նայեցինք։ Mēs lăsăm. Să la Australia. Defence Minister Miles finally revealed last night that Trump was pressuring Australia to deploy and was calling for us to send troops and warplanes and missiles to join his illegal war in the Middle East. Միխոսկով ասում էր, պաշտպանության նախարարը տեղեկ ասել է մեզ, որ Թրամփը ճնշում է գործազում, որ Ավստրալիան միանա իր անօրինական պատերազմին Իրանի դեմ։ Եվ իրանք իրենց պարտներն համալում ամբողջ Ավստրալիայի կառավարության առումից ասելու չի լինելու դա։ Նետանյահուն էր ընկած Ավստրալիայի հետևից, քանի շաբաթ արդեն։ Ասեցին ոչ, հիմա Թրամփի ձեռքով են ուզում Ավստրալիային քաշեն պատերազմի մեջ։ Ասեցին ոչ։ Թրամփը մնալու է մենակ այս պատերազմում, բայց դա չի ամենավատը։ Ամենավատը գիտեք որն է, այս պատերազմի հետևանքները։ Այս պատերազմի հետևանքները սոսկալի են լինելու առաջին հերթին թույլ երկրների վրա, մասնավորապես Հայաստանի վրա, ասենք։ Ինչով, որովհետև այն հետևանքները, որ սպասվում է իրոք, ու դա սպասվում է արդեն։ Թանկացումներ, դեֆիցիտ, ճգնաժամեր, ասեմ մի քանի պատճառ։ Ոչ միայն վառելիքի թանկացման պատճառով են ապրանքները թանկանալու, ոչ։ Նաև էկոլոգիական են աղետի, որ արդեն բերել է այս պատերազմը աշխարհի վրա։ Այսքան նավթ է վառվում ու վարձանում մթնոլորտ։ Դրանք անձրևների տեսքով այդ մազութը թափվելու է երկրագնդի վրա։ Հողի մեջ, ջրի մեջ, քաղաքներում, գյուղերում, ջրամբարներում, սա էկոլոգիական աղետ է։ Հետո այդ բենզոլը, այդ նավթի այդ մոլեկուլները սնունդի ձևով, եթե իհարկե դա սնունդ աճի, ինչքան էլ վառվելու է, կորելու է, պակասելու է մրգատվությունը, բեկատվությունը, դա հենց չգիտենք։ Դա էլ իր հետ բերելու է սնունդի դեֆիցիտի եւ որակի անկման լուրջ ու վտանգ է ներկայացնելու հետ։ Որտով այդ ջրով ջրված բույսը կամ կչորանա,
կամ եթե չչորացավ ինչ որ պտուղ տվեց, այդ վիտամինները մեջն են վտանգավոր դրա, թունավոր տոքսիկ։ Դա մեկ, այսինքն սնունդի պակաս անպայման, վառելիքի թանկության պատճառով գնի աճ եւ երրորդ ամենամեծ հարվածը որ ստանալու է աշխարհը Իրանի նոր պահանջներն է հրաժարվել ամերիկյան դոլարից։ Դա նշանակում է դոլարի ինֆլյացիա, արժեզրկում, ուղղակի, որտեղ այլևս դոլարը ոչ մի բանով հիմնավորված չի, նույնիսկ ոսկով հիմնավորված չի, որտեղ ամերիկան այդքան ոսկի չունի։ Ինքը ըստ պահանջի տպել է, ըստ պահանջի աշխարհը գրավելու համար, առանց ոսկու վրա հիմնվելով։ Դա դրա տակը դնելով այլ երկրների նավթային պաշարները։ Հասկանում եք ինչ արել։ Այսինքն այդ կենտրոնական ռեզերվը այդ Ամերիկայի բանկը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում չէ, Ռոշիդներն ու բաները, մնացած հրեաները, իրանք տպել են ինչքան պետք է իրանց, հիմնվելով այն երկրների նավթի վրա, որոնք իրենք գրավել են։ Միտեղ փողով, միտեղ ուղղակի 28 միլիոն մարդ այդ ընթացքում կոտորելով այդ պատերազմների ընթացքում ու հիմա այդ երկրները չեն կարող արդեն դոլարով վաճառել նավթը, եթե ուզում են այդ նեղուցով անցնել։ Իսկ հիմնական, եթե չասեմ հիմնական 20%-ը նավթի տեղով է գնում։ Այսինքն դրանալ գումարեք BRICS-ի երկրների միջամտությունը այս process-ին, որտեղ BRICS-ն էր հայտարարել, որ ինքն անցնում է ընդհանրապես այլ ինքն էլ է մերժում դոլարը։ Դոլարի արժեզրկումն էլ իր հերթին բերելու է տնտեսական կոլապսյան երկրներում, թույլ տվեք ասել, որոնք կախված են ամերիկյան դոլարից, որոնք կախված են ամերիկյան տնտեսության հետ։ 3 ֆակտոր, որ ազդելու է բոլորիս վրա, կապ չունի որտեղ են ապրում, Եվրոպայում, Հայաստանում, Վրաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում էական չի։ Բայց այն շատ լուրջ տեկտոնական շարժեր են, որոնք հնարավոր չի ոչ մի ձև բան չունենա, ազդեցություն չունենա։ Պլյուս հələ վերցեք ռուսական նավթն էլ, որ ինքը ընդհանրապես հակված չի դոլարով վաճառել, որտեղ եթե դոլարյան պետք չի, թե յուանով է ինքը ամեն ինչ անում։ Հնդկաստանի հետ առևտուրը ինչին է պետք դոլարով լինի։ Չինաստանին է ծախում, ինչին է պետք որ դա դոլարով լինի։ Մանավանդ որ դոլարը արժեզրկվելու է։ Անշուշտ։ Ու ես որ ասում եմ արժեզրկվելու է, դա չեմ ասում մյուս տարվա համար։ Դրա մասին արդեն JP Morgan-ն է խոսում, բանկը, Chase բանկը ամերիկյան։ Ես ասում եմ արդեն 3 ամիս հետո պայթուն բանկային համակարգի։ Դա կարաչ։ Այ էսենա ինչ բերեց այս անմերսունակը աշխարհի գլխին։ Ու ամերիկյան արդեն բաներն են գնում։ Լուրջ վերլուծաբանները։ The Guardian որ Իրան դառնալով Վիետնամ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որտեղ ինքը տվեց հսկայական քանակությամբ զոհ, որի դիմաց ինքը ոչ մի բան չստացավ։ Բացի հայտարարությունից, բացի կորուստներից, ֆինանսական ճգնաժամերից, ոչ մի բան։ Իսկ ես ասեմ, Վիետնամ չէ Իրանը։ Վիետնամ կարող է դառնալ կորուստների իմաստով, բայց Իրանը Վիետնամ չի։ Իրանը ապացուցեց, որ այս ինքը կարող է Իսրայել պետություն ոչնչացնի, որը հիմա ինքը դրանով զբաղված է։ Հենց հիմա մենք նստած ենք, դեռ այսօր 7 հատ այդ հիպերձայնային բաներ է գնացել։ 7 հատ, որ ամեն մեկ իր երթին բաժանվում է 80 մասերի։ 7 անգամ 80, 560 ասում այսօր հրթիռա գերձայնային իջել Իսրայելի վրա։ Մենակ այսօր։ Այնտեսով ավելի վատն է, քան Վիետնամը։ Բայց Իսրայելը չի դադարելու։ Չի դադարելու, որովհետև չգիտի ինչ անի։ Նետանյահուն չկա, ինչալոց Նետանյահուն ինչ ա եղել, ես էլ ձեզ ասեմ։ Ամսի 1-ի եւ 2-ի գիշերը մարտի նա տունը ռմբակոծվել է։ Չկա տունը։ Որ տեսնեք տունը ինչ ա մնացել, այնտեղ հաստատ մարդ չեղել։ Ռադարներով Նետանյահուի ինքնաթիռը 4 ժամ պտույտ է կատարել միջերկրական ծովի վրա։
4 ժամ այսպես պատասվել է նույն տեղի վրա ու այդ օտանավի մեջ նաև կա անհրաժեշտ ամեն սարքավորում վիրահատության համար հետո թռելա դեպի Կիպրոս որ վայրեջք կատարի Կիպրոսը չի թողել թռելա դեպի Հունաստան վայրեջք կատարի Հունաստանը չի թողել իշնի թռելա դեպի Իտալիա որ վայրեջք կատարի Իտալիանը չի թողել թռելա դեպի Գերմանիա Գերմանիան թողել է ու ըստ չճշտված ուրերի չճշտված Նետանյահուն մահացել է 11-ին մարտի արդեն 11-ին միջև հիմա փորձում են ապացուցել որ Նետանյահուն կապ արդեն հիմա իրականը չի կա թե չկա հացեն խոսքը այսինքն այս որ ես հիմա գիտեմ այս մարշրուտը կամ ինքը ահավոր վիրավորա որ ինքը վիճակի չի երկիրը կառավարելու ու Իսրայելում չգիտեն ինչ անեն չգիտեն ով որոշումներ կայացնի կարող անես կոմայի մեջ է որ ի վիճակի չի խոսելու չի մահացել կարող չի էական չի բայց փաստն է որ այս վիճակի մեջ ես ասա մի շաբաթ է շարունակվեց որտեղ շենք չի մնալ ուղղակի իսկ հաստատ մի շաբաթից ավել է շարունակելու որտեղ հիմա Թրամփը 3 շաբաթ է ուզում պատերազմի համար ընդ որում ամեն օրներ մենակ Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա նստում է մինչև 1.5 միլիարդ դոլար փող մինչև 1.5 միլիարդ դոլար փող եթե դա գումարենք այն վնասները որ արդեն զուգահեռին կստանում է որ մնաց մենակ քաղաքական իմաստով քանդվեց ՆԱՏՕ-ն ինքը քանդեց քաղաքական իմաստով ինքը դառավ ուղղակի կապիկ ոչ մի երկիր ինքը չի ուզում հետը շփվի ոչ մի նախագահ ոչ մի այն պարագայում որ ընդամենը մի շաբաթ առաջ հայտնում էր արդեն մենք արդեն հաղթել ենք ձեր նավատորը մեզ պետք չի անգլիային էր ասում մենք հաղթել ենք մենք հաղթել ենք հիմա անկած չոք Ճապոնիա Ավստրալիա Գերմանիա բոլորից խնդրում եմ որ միանան իրեն բոլորն ուղարկում են ուղակի գերողի ծոցը որտեղ իրա տեղն է Փաշինյան Նիկոլի հետ դե հիմա այս նորից եմ հարցնում ով է ուզում հիմա Թրամփյանով միջանցք բացի խայտարակ էինք լինելու մենք խայտարակ կլիներ միակ երկիրը որտեղ միջանցք ունենային պեդոֆիլի անունով հիմա գնանք ընտրություններին այն ինչ-որ կանխատեսելի է բոլոր տեղամասերում դեմոկրատները հաղթում են նայենք Tremendous turnout. I mean, woof! Texas Democratic Senate primary turnout, the highest ever was this primary. We're already up to 2.3 million, and that's only with 92% of the estimated voting. That will climb ever higher. The 2000s average was less than 1 million. They've more than doubled the average turnout for Texas Senate Democratic primaries. Տեքսասը 978,000-ից իրանց քվոտաները հասել է 23 միլիոն։ Շնորհակալություն Թրամփին։ Սա նրա մասին չի, որ դեմոկրատներն ավելի լավն են։ Սա նրա մասին է, որ մարդիկ քվեարկում են Թրամփին դեմ, ուղղակի դեմ։ Եվ ոչ միայն Թրամփին։ Այսօր մի նաև ստատիստիկա կարդացի, որ մարդիկ հարցում է եղել Պնդել է 76%-ը ասել է, որ իր ապագա քվեարկության մեջ անպայման ազդեցություն ունենալու Էփստինի դեպքերի հետ կապված փաստերը։ Իսկ ի՞նչ է նշանակում Էփստինի դեպքերի հետ կապված փաստերը։ Նա ամբողջ Թրամփն է իր աշխատակազմով եւ ամենակարևորը։ Այդ ամենը որտեղից է ղեկավարվել։ Իսրայելից։ Բալում աստվածն է, դրանց աստվածն է։ Ովքեր են հովանավորել այդ ամեն ինչը։ Հրեաները։ Այսինքն 75-76% մարդկանց քվեարկության հիմքում ընկածալիներու դա։ Դա համար եմ ասում, էական չի, որ ասենք դեմոկրատներն են, թե հանրապետականներն են։ Սա է չափանիշը։ Դու ծառայելու ես Իսրայելին։ Դու փող վերցնելու ես Իսրայելից։ Դրանից է կախված դու կընտրել ես թե ոչ։ Իսկ հիմա տեսեք ինչ է ասում արտաքին գործերի նախարարը Կատարի։ Ասում է, եթե հանկարծ մենք պատերազմ հայտարարենք Իրանին, Ամերիկան միանգամից սկսի մեզ զենք վաճառել, որպեսզի մենք եւ Իրանը իրար ոչնչացնենք։ Այո, որ երկու կողմս էլ ուրանանք։ Վերջ։ Սա նշանակում է վերջապես սրանք հասկացան ինչ
կարգավիճակում էին իրենք օգտագործում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Եթե դա արվում էր, գաղութացումը արվում էր անվտանգության դիմաց, ձեր անվտանգության երաշխիք այսօր կարող կանգնի Իրանը, եւ իրանք շատ լավ հասկանում են, որ այլ Ամերիկան իրանց պետք չի։ Որը նշանակում է, որ իրանք կարիք չունեն կաշառքներ տալ 400 միլիոն դոլարի Թրամփին, որ իրանց տիրություն անի, հա։ Որ իրանց նավթը Ամերիկայի ուզած պայմաններով ծախեն, հետո այդ փողերը գնա ամերիկյան տնտեսության մեջ ներդրում, չէ։ Իրանք ստանում են ազատություն։ Իրանը ազատագրում է Միջին Արևելքը։ Փաստացի։ Այս պատերազմով։ Ու արդեն Կատարում դա հասկանում են, որ այո, սիրով ինքը կտամես, փող, զենք, որ մենք իրար կոտորենք եւ բոլորս թուլանենք։ Էսկինը Թրամփի ամենաագրեսիվ ու ամենահավատալին ծառաներից է ռեպորտաժներ սարքող ամենա շուռ եկել սիոնիստների Թրամփի, Թրամպիզմի, Էփստինի, ինչպես շատ-շատերը։ Ես դրա համար այն կանխատեսումները, որ ես ունեմ, լավատեսական, դրանից չի, որ ես ուզում եմ, որ լավ լինի։ Իհարկե ես ուզում եմ, որ լավ լինի, բայց ուզում եմ այդ լավ լինելը իմ պատկերացումները հիմնավորված լինի, որ ես դուրս չգամ, sense ուղակի երազող։ Բան չի ուղակի երազող լինելը, բայց այդ երազերը, որ ես ձեզ կիսվում եմ, դա ինչ-որ բանով պետք է հիմնավորված լինի, որ ես ծիծաղելի վիճակում չհայտնվեմ։ Հենց այս շարժումներն է, hence as pastelna. No? I mean, Sean Hannity is Lindsey Graham by a different name. It's amazing to me to watch them cheerlead this. I mean, we've got 7 U.S. personnel dead. They know exactly what President Trump wants to see and the messaging he wants to hear. And it is as bellicose and war hungry as you could possibly imagine. I don't know about you all, but I personally am enjoying being a viewer of Megyn Kelly's, a bit of a renaissance, I guess. Սա մեր Աննան է, Կասպարյան, մեր հայուինը, ծագումով երրորդ մասից։ Ասում եմ հաճույք եմ ստանում, որ տեսնում եմ այս աղջկա ռենեսանսը, վերածնունդը, որ ինչի է վերափոխվում, որտեղ ասում եմ, որ այս բանը Լինսի Գրեմը ամենակեղտոտ քարոզիչը, որ այս տարվա մեջ մենակ $4 միլիոն փող ասացել Իսրայելի AIPAC-ից 4 միլիոն դոլար իրենց քարոզչություն անելով, նաև Թրամփին ճիշտ խորհուրդներ, ճակերտավոր եմ ասում, ճիշտ խորհուրդներ ստանալով։ Աննան ասում է, դուր է գալիս ինձ այս կարգի ռենեսանսներն, վերածնունդները, որում դա վերաբերում է նաև Թաքեր Կարլսոնին, որտեղ 1 տարի առաջ Թաքեր Կարլսոնն էր ինքն էլ էր Թրամփի ամենաուժեղ պաշտպաններից։ Չէր հավատում ոչ մի կոնսպիրացիայի թեորիայի, ոչ մի Էփստինի ֆայլերի, ոչ մի չէր։ Մագա Թրամփը այս գալու է հատկի քրիստոնյաներին խաղաղություն բերի աշխարհին, բարոյական արժեքների կրող մեծագույն դրա պաշտպան եւ այլն, եւ մարդիկ տեսնում են, մարդիկ ոչ թե անասունները, հա, մարդիկ տեսնում են, ու եթե իրոք մարդ են, ասում են կներեք, մենք էլ չգիտենք։ Եվ մեր Աննան, ես դա էլ ասում եմ։ Իմ լավատեսությունը այդտեղից է գալիս։ Հեսա նայենք։ Ինչ է կատարվել։ 95%-ով պակասել է Էփստինի մասին փնտրումները Google եւ ավելացել է Իրանի մասին փնտրումները Google-ում 1200%։ 1200%։ Ու ինչի է դա բերում։ Դա ոչ թե բերում է Էփստինի հանցագործությունների մոռացման, ոչ համադրման։ Որովհետև այն ինչ որ Իրանի կառավարությունն է այսօր ասում, հա, որ սա պատերազմն է Էփստինի կոալիցիայի դեմ, որ այդ հրթիռները, որ ուղարկում ենք դեպի Իսրայել, սա Էփստինի կղզում տուժածների անունից է գնում ձեր վրա։ Ու 1200% անջել այն մարդկանց քանակը, ովքեր սկսել են Իրանով հետաքրքրվել։
ու իրենց համար բացահայտել լրիվ այլ Իրան, ոչ պրոպագանդիստական Իրան, որը իրենց քարոզում են, դե մոլաները մարդ են ուտում, դե բոլոր տերորիստների հետևում իրենք են կանգնած, պարզվում է, ինչպես մենք դա գիտեինք Ալ-Քաիդայից սկսած մինչև իսլամական պետությունն, բոլորը ստեղծված է Իսրայելի կողմից, նաև Համասը, այսօր ունեն պատերազմը անում է, բոլորը ստեղծվել է Իսրայելի կողմից։ Կատարումը լավ գիտեն, որ իրանց բանկերով է գնացել այդ փողերը Համասին, եւ փոխանցումներով, եւ կանխիկ, պարկերով, մեշոկներով փող է գնացել։ Բոլորը շատ լավ գիտեն այդ ամեն ինչը։ Պլյուս իմացար եւս 1200% ավել մարդ այս ընթացքում։ Սա չօգնեց Թրամփին, որ մոռացության տա Էփստինի ֆայլերը, սա բերեց համադրման, որ ինքը բազմակողմանի հրեշ է, ոչ միայն մանկասպան, մանկակեր, մանկապիրց, այլև մեկը, որ պատրաստ է համաշխարհային պատերազմ հրահրելու ռմբակոծի դպրոցներ, մանկապարտեզներ, որ մոռացության տա իր առաջի հանցանքները։ Բայց դա չի մոռացության տալի, դա ընդամենը ավելանում է։ Եվ հայտարարել է, որ Կուբայի վրա չի հարձակվի այնքան ժամանակ, մինչև հարցերը չի լուծել Իրանում։ Կուբայում հանգիստ կարող են քնել։ Պատկերացնում եք այս շիզոֆրենիկի հայտարարությունը։ Իսկ ասում ես Իրանում հարցերից լուծեմ, ասել եմ Կուբային։ Մենք գիտենք, որ Կուբային անցնելու, գիտեք ինչի։ Հիշում եք, ես ասել եմ դա։ Աշխարհում մնացել է 2 երկիր, որտեղ համաշխարհային բանկ չկա։ Որտեղ պետությունը դեռ պատկանում է ժողովրդին։ Այո, դիկտատորական, այո, ժողովրդավարական չի, բայց համաշխարհային բանկը դեռ չկա։ Հրեաները դեռ բան չունեն, access չունեն։ Դա Իրանն է ու մնացել է Կուբան։ Դե Վենեսուելան էր, Վենեսուելայի նախագահին գողացան, հիմա ինչ-որ մի բան կանեն, ինձ որում չեն կարողանում անել, եւ այսօր ռմբակոծել են Վենեսուելան։ Պատրաստում են հարձակման։ Ռմբակոծել են այսօր Վենեսուելան։ Եղոսով այս 3 երկիրներ մնացել, որտեղ չկա համաշխարհային բանկը։ Իսկ համաշխարհային բանկը դա հրեաների գաղութացման, այդ երկրների քայքայման, ծնկի բերման, թալանման ամենահզոր գործիքն է։ Գնանք։ Այսօր վերցել Ադամ Շիֆն է պայթեցել համացանցը, այն որ սիրում են ասել։ Գտել են նկարները այդ ֆայլերի մեջ, որտեղ բանին Պեմբոնդին իր Թրամփի դատախազը որ ատամներով պահում է, որ ոչ մեկ ոչի բան չի իմանա այդ թղթերի մասին, ոչ մեկի վրա քրեական գործեր չկա։ Ինքն է այդ նկարների մեջ Թրամփի հետ, Էփստինի հետ։ Գտան վերջը։ Որը ոչ մեկ չէր կասկածում։ Ես ասեմ ով կա Թրամփի շրջապատում, ով կա իր աշխատակազմում, բոլորը այդ կուլտի անդամներ են։ Դրանք ընդամենը մանկապիրց չեն, դրանք հանցագործներ են, սատանի ծնունդ են դրանք, ինչ ասեմ։ Դա շարքային հանցագործներ չեն։ Այսօր Հռոմի պապն էր Լիոն 14-րդ վերսել հայտարարել էր, որ կոչ անում զինադատարի։ Եվ Թրամփի այս խոսնակը գիտես ինչ ասել։ Սա ավելավա դու սուս մնաս։ Հռոմի պապուն հայտարարել է, որ ավելավա դու սուս մնաս։ Քրիստոնեական արժեքների բաները, տարածողները, պաշտպանները աշխարհով մեկ Հռոմի պապուն ասում են shut up։ Սուս մնա։ Ինչ զինադատար, դու ով ես որ զինադատարից խոսես։ Եթե բարեկը տեսնեք մեկը Թրամփի մասին խոսում է որպես քրիստոնեական արժեքների տարածող բան, ասես հիմա բանից խոսացողներ կան, չէ՞ դե։ Սա ցույց տվեք։ Սրա մասին են ասում, կներեք ոչ թե 76%-ը, այլ 78%-ը ասել է, որ իր ընտրությունների արդյունքների վրա ազդելու է այս հանգամանքը։ 78%։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թրամփի էլեկտորատը 22% է, բայց առանձին Թրամփի աջակցությունը իջել է մինչև 26%։ Առանձին Թրամփին աջակցում է 26%, բայց որ այս հանգամանքները ազդել են իրենց ընտրության վրա, 78%-ը ազդել է։
ու ես որ ասում էի հաջորդ ընտրությունների ժամանակ անցնելու են այն տեխնացուներ, ովքեր գալու են նոր օրակարգով, հակա-իսրայելական օրակարգով, հակա-տրամպական, հակա-իփակ, մի խոսքով, հակա-սատանայական օրակարգով իրանք էլ ընտրվել են։ Ես դա համար եմ ասում։ Սա Իսրայելում է, նայեք։ Բախումներ ոստիկանների հետ փողոցներում իրանք վաղուց պետք է անեին սա։ Վաղուց որպեսզի կարողանային փրկել իրենց երկիրը։ Հիմա էլ կարող է ուշ չի, հիմա էլ կարողանան փրկեն, բայց ես չեմ կարծում թե դա դրանց հաջողվել է, որտեղ այս իշխանություններին, այսօրվա Իսրայելի իշխանություններին ոնց որ ասենք Պուտինին, ոնց որ Թրամփին, ոնց որ Նիկոլին, ոնց որ Ալիևին։ Իշխանություն կորցնելը դա մահվան հավասար բան է։ Մահվան։ Դե բայց ինչքան շուտ իսրայելցիները հասնեն դրանց հրաժարականին, այնքան շուտ կդադարի այդ երկրի ավերածությունը։ Եթե մի քիչ ուշացնեն, նտակը բան չի մնա։ Եվ այսպես Թակեր Կարսոնն է, որ ամենաուժեղ Թրամփիստը, որը ժամանակին հասկացավ, որ Թրամփը ոնց որ թե կոպա խափում է բոլորին, հայտարարել է, որ իր նկատմամբ քրեական գործ է նախապատրաստվում Իրանին աջակցության հոդվածով։ Իրանին աջակցության հոդվածով։ Իսկ Թրամփը իր երթին կոչ է արել բանը մահապատիժ սահմանել բոլոր լայնորների նկատմամբ, ովքեր Իրանին աջակցող Իրանի մասին դրական հոդվածներ կգրեն, պատկերացնում եք։ Երկրի պրեզիդենտը ասում է մահապատժի ենթարկել բոլոր նրանց, ովքեր Իրանը կներկայացնեն դրական լույսի տակ։ Բայց Իրանը չի ներկայացում դրական լույսի տակ, Թրամփն է ներկայացում բացասական լույսի տակ, դա տարբեր բաներ են։ Իսկ Իսրայելը ցամաքային ճանապարհով մտավ Լիբանան։ Դե իրանք ամեն ինչ անում են, որ իրանք նկատմամբ ատելությունն ու մնացած այդ նեգատիվ հասնեն աստիճան, որ խոսքով։ Որ մարդիկ իրենց անունը ոչ միտեղ չուզենան լսեն։ Դա լսենք։ Mossad agents planning on last night in Qatar and Saudi Arabia, authorities arrested Mossad agents planning on committing bombings in those countries. Now, that's weird. That doesn't make any sense. Why would the Israelis be committing bombings in two Gulf countries, which are also being attacked by Iran? Aren't they on the same side? No. Israel wants to hurt Iran and Qatar and UAE and Saudi and Bahrain and Oman and Kuwait. Սաուդյան Արաբիայում արդեն հասկացել են, որ ով է կանգնած այդ պայթյունների հետևում, նաև որովհետև Մոսադի ագենտներ են բռնել, որոնք նախապատրաստում էին պայթեցնել նրանց նավթի պայեսները, արտադրությունը։ Այն ժամանակ, երբ որ իրենց վրա կրակում են նաև Իրանը, փաստորեն դուրս է գալի, որ Իրանն ու Իսրայելը ոնց որ իրար կողքի են, հա, չէ, Արսեն չի որ իրար կողքի են։ Հարց ուրիշ բան է, որ Իսրայելին պետք է ոչ միայն վերանա Իրանը որպես պետություն, այլև քանդի բոլոր երկրները, եւ Քուվեյթը, եւ Կատարը, եւ Սաուդյան Արաբիան, զուգահեռ էլի, զուգահեռ քանդում։ Եվ դա իրանք բացահայտել են։ Բարյակապա։ Ասենք մեր հայրենակիցներին։ Որպես թալանը վերադարձավ, թե որպես հողպես կհիշվի Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ, որպես թալանը վերադարձավ, թե որպես Դեմքը նայեք լես կապաչ։ Դու ասма որպես ես։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից 7 տարի։ Փաշինյանի երեկվա ուղերձը դիտել եք։ Թքացում եմ Նիկոլ Փաշինյանի վրա։ Հավատում եք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք կկարողանա Հանգամետորա ալերգիա ունեմ, զած Ախր այնքան բորբոքված է այս սրտիս մեջ ամեն ինչը, էլի։
Էս վիճակից, որ էս վիճակի մեջ այդ միած սրիկա 3 միլիոն հոգու էս վիճակի մեջ գցեց երկու հատ էլ երգիր վարի տվեց։ Պատմության մեջ դες բան չի եղել, որ մի մարդը երկու երգիր վարի տա։ Նիկոլ, դու ուշում ես այդ կապիկ, քո մի ավտոբուս կապիկներով ընտրվեք, հա, դուք լուրջ մտածում եք են Թուլեկով է, Տիգրան Եգոյաններով, բանով, դուք ես լուրջ ձեզ լուրջ տեղ եք դրել, Իոնիսյանով, բան, որ դուք այս մարդկանց կարողանալու եք խաբեք հավերժ, այս մարդիկ պետք է բերեն իրենց ձեռքով ձեզ զենտա, համահայկական գարշանքի թեմա ես դու, օբյեկտ, առարկա։ Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է լինի ժողովրդավար, ժողովրդական, մտածող ժողովրդի մասին, առաջ երթին բանակի մասին, բանակի միայն, որտեղ բանակն է գրավականը հայ ժողովրդի թե հաջողությունների, թե խաղաղության։ Ես մի մարդ եմ, որ սկզբից իրան ընտրել եմ։ Հիմա որ դնեն մորթեն չեմ ընդունի, Սութասան Խապեբայի մեկնա։ Ես կարծում եմ բավական է հասկանալու համար մեր ժողովրդի իրական տրամադրությունները։ Ես այս իրական տրամադրությունը ուզում տեսնեմ թղթի վրա ֆիքսված, ես հավատում եմ, որ դա լինելու է։ Թե հետո սրանք ինչ կանեն, մենք ոնց կարձագանքենք, Ենիչերիների ողմակը ոնց իրան դրսևորի, դա արդեն ընթացքը ցույց կտա։ Բայց վերադառնանք նրանց, ովքեր այսօր աջակցում են Փաշինյան Նիկոլին, ովքեր իրենց ստորագրությունը դրեցին Հայաստանի մահվան վկայականի տակ, որը կոչվում է Նիկոլի սահմանադրություն, դրանք դառնում են թիվ 1 թշնամի առանց ժամկետի, անժամկետ, անկախ ընտրությունների արդյունքներից, դրանք դառնում են թիվ 1 թշնամի հայկական պետության ու ինձ ու բոլոր նրանց ում համար կարևոր է մեր պետականությունը։ Դրանց տարեք ականջները մտցրեք, որ Նիկոլի այս մահվան վկայականի տակ ստորագրողները անուն ազգան ինչ ուզում լինի, դառնում է մեր բոլորի ոխերին թշնամի ու դրանք չեն կարա փախնեն երկրից, անկախ ընտրության արդյունքներից։ Սա իրանք պետք է ականջներին այսպես օղանեն կախեն, մեծ։ Սա ուզում են ընդունեն սպառնալիք, ուզում են չընդունեն սպառնալիք, թքած ունենամ, այսքան վրաց քրական հոդված կա, թող մի այսքան էլ լինի։ Հա, իրանք պետք է իմանան ես իրենց ինչ եմ ասում։ Ու ոչ միայն իմ անունից է սա, բոլոր նրանց անունից է, ում համար այս երկիրը կարևոր է։ Այսօր մոմալ այսքան։